Давай его встретим, давай. Այս տեսարանը ոչ թե ֆիլմից կադր է, այլև իրականություն։ Չզարմանաք, փոքրիկ Ալիխանն ընդամենը 5 տարեկան է։ Մինչ իր հասակակիցները մանկապարտեզներում խաղալիք մեքենաներով են խաղում, նա 1.5 տոննայից ավելի կշռող մեքենան է տեղից շարժում։ Սա ազգությամբ եզդի փոքրիկի համար պարզ գործողություն է ու առօրյայի անբաժան մաս։ Գնաց։ Չոր, հոպ, դան։ Ալիխանի մանկական խաղերն ու խաղալիքները դեռ 3 տարեկանից են փոխարինվել երկաթյա ծանրաձողերով ու կշռաքարերով։ Այս ամենի հետևում կանգնած է Ալիխանի պապիկը, նա է բացահայտել փոքրիկի ուժն ու սկսել զարգացնել այն։ Ալիխանը մեզ տունը հույր էր եկել, ինքը 21 թիվա, տարի քանի ամսկան էր։ Մեկ էլ եսի քելը մնգնում էր ու այդ ընթացքում դիվանի բազկաթոռ կազդե։ Սես դերը մրցել էր դիվանի բազկաթոռ ու բարձրացրել շուտ տվեց։ Այդ կադրը կա մեր մոտ։ Շուտ տվեց ու ես սկսեցի հետ զբաղվել։ Այստեղ արդեն դրած է 15 կիլոգրամ ու ինքը հեսա այդ 15 կիլոգրամի բարձրացնելով կամաց մենք շատացնում ենք։ 30 կիլո։ Աբրե։ Հնգամյա Ալիխանի մարզադահլիճը բաց երկնքի տակ է։ Տան բակում պապը փոքրիկ անկյուն է ստեղծել, մարզագույքն էլ ձեռքի տակ ունեցած երկաթյա կտորներով է հավաքել։ Այս երեխին ունի, բնատուր տաղանդ ունի, այդ ուժը տվել աստված այս երեխին, լավ շտանգիստ դառնա, լավ սպորտսմեն կարա դառնա, բոլորս էլ սիրում ենք, մեր թաղ երեխին է, բոլորս էլ սիրում ենք այս երեխին, ոնց որ մեր երեխին նման։ Նորակերտցի տղայի հաջողությունները 2 անգամ գրանցվել են ջուցազնագրքում։ Փոքրիկը 3 տարեկանում կանգնած դիրքում 2 ձեռքով 32 կիլոգրամանոց կշռաքարն է գետնից պոկել։ Հիմա արդեն մի ձեռքով է 32 կիլոգրամը բարձրացնում։ Նատ, աբրի բաղը։ Ալիխանը այդպես բան չկա երկագնդի վրա, մենք փորձել ենք ինքը չինացում կրել է։ Չինացի մի ձևով 3 տարեկան հասակում 24 կիլոն ապոկել, Ալիխանը պոկել է 32 կիլոն։ Ֆատոշ Ավերշյանը ծանրամարտով է զբաղվել 70-ականներին։ Օքսեն Միրզոյանի մարզական ընկերն է եղել։ Ցավոք, նրա երազանքը կիսատ է մնացել։ Ընտանիքի ծանրաբեռնվածության պատճառով հայրը չի թողել մարզումները շարունակել։ Ես պարապել եմ Խորոն Հովհաննիսյանի պապայի մոտ, Ժորո Հովհաննիսյանի մոտ։ Այս նվերը շտանգել ինքն է ինձ նվեր տվել։ Ինքը մի քանի անգամ եկել է մեր տուն, բա Աֆոջան, թո երեխան գա պարապի 15 երեխեքին կպահի։ Այսօր նրա միակ ցանկությունը թորանը բարձունքում տեսնելն է։ Իմ Ալիխանի պետք է դարձնեմ Եվրոպայի, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն։ Ես խոստանում եմ իմ բալիկին։ Ընտանիքն ապրում է Էջմիածնից ոչ այնքան հեռու Նորակերտ գյուղում, սակայն փոքրիկի հնարավորություններն էլ ավելի բացահայտելու համար գյուղում ոչ մի պայման չկա։ Ոչ մարզադահլիճ ունենք, ոչ էլ համապատասխան գույք, ասում է Ֆատոշ Ավերշյանը։ Էջմիածի միջև տանում ենք, հասնում եմ մեր ստեղ, տաքս ենք զարգաց տալի, մեզի դերս չի տալիս։ 1500 տանում ու 1500 բերում է։ Շատ եմ խնդրում, ասենք, ես մեր ժողովրդից, որ ես մեր փոքր երեխաները Նորակերտի կդրվեն էլի փողոցից զբաղվում սպորտով, որտեղ դա մեզի պետք է։ Այս պայմաններում մարզումներ անցկացնելն ապացույցն է այն ամենի, որ նույնիսկ առանց թանկարժեք մարզագույքի ու հարմարավետ պայմանների հնարավոր է լինել ուժեղագույն է։ Ալիխանն արդեն իսկ չեմպիոն է իր կամքով, բայց որպեսզի նրա ուժը ծառայի մեծ հաղթանակների, նրան պետք է աջակցել, տալ հնարավորություններ։ Մարզիչների ուշադրությունն ենք հրավիրում տղայի կարողությունները գնահատելու ու նրա ներսում կուտակված պոտենցիալ ուժը բացահայտելու համար։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։